Բարև ձեզ, սիրելի ընկերներ, իմ անունը Անահիտ է։ Այսօր ես կպատմեմ տիբետյան մի մեծահասակ կնոջ պատմությունը, որին ես հանդիպել եմ գործուղման ժամանակ։ Գնացինք։ Ես 102 տարեկան եմ։ Դեռևս մաքուր միտք ունեմ, ամուր ձեռքեր և հանգիստ սիրտ։ Ամեն օր արշալույսին եմ վեր կենում։ Ինքս թեյ եմ եփում, օջախ եմ վառում, մերկ ոտքերով դուրս եմ գալիս հողի վրա ու շնորհակալություն եմ հայտնում առավոտին ևս մեկ օրվա համար։ Մեր մոտ լեռներում և գյուղերում ընդունված չէ պարծենալ առողջությամբ, բայց երբ մարդը 100 տարի է ապրում, բոլորը սկսում են հարցնել։ Հարցնում են ոչ թե փողի, ոչ էլ պարզապես երկար կյանքի մասին, հարցնում են ինչ ես խմում։ Որովհետև մեր լեռներում ասում են. կերակուրը տալիս է մարմին, իսկ խմիչքը հոգի ու ոգի։ Եվ եթե մարմինը ծերանում է, հոգին մնում է երիտասարդ, քանի դեռ ճիշտ ես խմում։ Այսօր ես ձեզ կպատմեմ ոչ թե դեղահաբերի, այլ խմիչքների մասին, որոնք օգնել են ինձ պահպանել առողջությունս, այտուցներից, հոգնածությունից, մեջքի ցավից, մտքի պղտորումից, հոդերի ցրտից, որովայնի ծանրությունից, բայց ամենակարևորը՝ մտքի պարզության կորստից։ Ես չեմ խմում ոչ հաբեր, ոչ գինի, չգիտեմ գազավորված ըմպելիքների համը, տանը շաքար չունեմ, բայց ունեմ 7 թուրմ, 3 եփուկ և 1 հատուկ թեյ, որն ես խմում եմ հատկապես հաճախ, երբ զգում եմ, որ հիվանդությունները մոտենում են, կամ մարմինը հոգնում է ժամանակից։ Այն մի քիչ դառն է, երեխաները չեն սիրում, բայց հենց այդ խմիչքն եմ համարում իմ երկարակեցության գլխավոր գաղտնիքը։ Եթե մինչև վերջ դիտեք, լսեք, ես կպատմեմ, թե ինչից է այն պատրաստված, ինչպես պատրաստել և երբ խմել, որպեսզի ծերությունը հիվանդություն չդառնա, այլ պարզապես կյանքի հանգիստ ժամանակ։ Եթե ձեզ մոտ է նման խնամքը, բաժանորդագրվեք մեր ալիքին։ Այստեղ խոսում են ոչ թե հրաշք դեղահաբերի, այլ պարզ բաների մասին, որոնք մարդու հետ մնում են մինչև վերջ։ Եթե թեկուզ մեկ խմիչք ձեզ օգտակար թվաց, գրեք մեկնաբանություններում, խմում եմ խելամտորեն։ Եթե համաձայն չեք, գրեք 0, իսկ եթե ինչ-որ բան սրտով ձեզ դիպավ, պարզապես դրեք 1, այդպես կհասկանանք, որ դուք մեզ հետ եք։ Ես ձեզ հավերժություն չեմ խոսացում, բայց կարող եմ ցույց տալ, թե ինչպես չկորցնել ինքդ քեզ, երբ տարիները գնում են։ Այժմ սկսենք առաջին խմիչքից, որով ես սկսել եմ ամեն օր դեռ 16 տարեկանից և մինչ օրս չեմ դադարեցրել։ Առաջինը՝ տաք ջուր կիտրոնով և դեղին համեմունքով, քրքումայով։ Ավելի քան 80 տարի ես այսպես եմ սկսում օրս։ Մեր գյուղում բարձր լեռներում ոչ սուրճ կար, ոչ այն թեյը, որ դուք ճանաչում եք, բայց կար մաքուր հալած ջուր, մի քիչ դեղին համեմունք, քուրքումա, որ բերում էին հովտից, և չորացրած կիտրոն, որ ծնողներս պահում էին ինչպես ոսկի։ Երբ դեռահաս էի, ավագ քույրս սովորեցրեց ինձ ամեն առավոտ խմել այս խմիչքը, ասաց՝ սա պարզապես ջուր չէ, սա այն է, որ տաքացնում է արյունը և չի թողնում հիվանդություններին տուն մտնել։ Սկզբում չէի հասկանում, բայց երբ այլ աղջիկներ բողոքում էին որովայնի ծանրությունից, թուլությունից, ես դա չգիտեի, թեթև մարմին ունեի, հանգիստ որովայն։ Այդ ժամանակվանից գրեթե ամեն առավոտ խմում եմ, և նույնիսկ եթե երբեմն մեջքս է ցավում կամ հոդերս են ցավում եղանակից, գիտեմ առավոտ առանց այս ջրի ինչպես օրն առանց արևի է։ Ինչու է աշխատում։ Տաք ջուրը տաքացնում է մարսողությունը, կիտրոնի հյութը տալիս է թեթև թթվայնություն, որն օգնում է լեղուն շարժվել, այլ ոչ թե կանգնել, իսկ քուրքուման իսկական պաշտպանություն է։ Մենք այն անվանում ենք դեղին կրակ, որովհետև այն մաքրում է արյունը, նվազեցնում բորբոքումը, թեթևացնում հոդերի աշխատանքը և չի թողնում թույները մարմնում մնալ։ Երբ 67 տարեկան էի, ձեռքերս սկսեցին խնդիրներ տալ, հոդերս ուռչում էին, մատներս վատ էին ծալվում։ Քաղաքի բժիշկն ասաց տարիքային է, բայց մի ծեր կին, բուժող, ասաց. սկսիր խմել քո ջուրը ոչ միայն կիտրոնով, այլև քուրքումայով, ամեն օր, ինչպես ծիսակարգ։ Ես այդպես արեցի և կես տարի հետո ձեռքերս կրկին շարժուն դարձան, այտուցները անցան, կարողացա նորից խմոր հունցել, ոչ մի հապ չխմեցի, միայն ջուր, կիտրոն և քուրքումա։ Ինչպես պատրաստել։ Պարզ է, 1 բաժակ տաք ջուր, ոչ տաք, այլ մարմնի ջերմաստիճանի պես, 1/4 կիտրոնի հյութ, ավելի լավ թարմ, բայց կարելի է նախապես քամած, 1/4 թեյի գտալ աղացած քուրքումա, այլապես շատ դառը կլինի։ Երբեմն ավելացնում եմ մի պտղունց սև պղպեղ, քուրքումայի ազդեցությունը ուժեղացնելու համար, հատկապես երբ հոդերս ցավում են, բայց ոչ բոլորի համար։ Խմել դանդաղ, առանց շտապելու, նախաճաշից 20-30 րոպե առաջ։ Եթե հաճախ եք զգում որովայնի ծանրություն, այտուցներ, առավոտյան թուլություն, փորձեք։ Եթե արդեն խմում եք կիտրոն քուրքումա, գրեք. խմում եմ տաք։ Եթե մտադիր եք սկսել, վաղը կսկսեմ։ Երկրորդը՝ սև հաղարջի կոմպոտ, չոր կամ թարմ։
Եթե դուք ապրում եք ոչ թե լեռներում, այլ հարթավայրում կամ քաղաքում, ապա ունեք մեծ առավելություն, հասանելի են այս հրաշալի հատապտուղները։ Մեր լեռներում դրանք քիչ էին, բայց դուք ապրում եք այնպիսի երկրում, որտեղ աճում է աշխարհի ամենաանտեսված, բայց ամենահզոր հատապտուղներից մեկը՝ սև հաղարջը։ Մի քանի տարի առաջ, երբ հյուր էի գնացել թոռնիկիս մոտ, տեսա, թե ինչպես է այն աճում ուղղակի ճանապարհի եզրին։ Դուրս եկա այգի, տեսա սև, խիտ հատապտուղների փունջեր։ Փորձեցի, համը թթու դառը էր, բայց անմիջապես հասկացա՝ սա հզոր բան է։ Եվ գիտեք ինչ ասացին տեղացիները, որ այն կարելի է անվճար հավաքել, եւ շատերը նույնիսկ չգիտեն, թե ինչ անել դրա հետ։ Իսկ մեր լեռներում նման հատապտուղի համար կվճարեին ինչպես դեղորայքի համար, որովհետև այն կարողանում է այն, ինչ չեն կարող ոչ հաբերը, ոչ վիտամինները։ Այն պաշտպանում է անոթները, սառեցնում է արյունը, հանգստացնում է ներքին տապը, եւ եթե ճիշտ եփել, դառնում է թարմացնող, հանգիստ օգտակար կոմպոտ, որը ամռանը ավելի լավ է, քան ցանկացած գազավորված ըմպելիք։ Երբ շոգ է, պետք չէ սառը, պետք է տաք, բայց թարմացնող։ Ես վերցնում եմ չորացրած կամ թարմ սև հաղարջի հատապտուղներ, մի բուռը 1 լիտր ջրի համար, եփում եմ ամենացածր կրակի վրա 10-15 րոպե, առանց շաքար ավելացնելու, առանց մեղրի։ Այս հատապտուղը դառը էր եւ դրանում է նրա ուժը։ Խմում եմ ոչ տաք, ոչ էլ սառը։ Ամռանը հաճախ, ձմռանը քիչ-քիչ, հատկապես երբ հոգնում եմ կամ զգում եմ, որ սիրտս լարված է աշխատում։ Սև հաղարջը բնական աղբյուր է անթոցյանների, որոնք ամրացնում են անոթները, հատկապես ուղեղի եւ աչքերի մեջ, նվազեցնում են ճնշումը, բարելավում են արյան հոսքը եւ նաեւ օգնում են հեռացնել ամռանը կուտակված ներքին տապը։ Աճում է որպես թուփ դպրոցների մոտ, ամարանոցներում, ճանապարհների երկայնքով, բայց հազվադեպ են հավաքում, որովհետև դառը է, կոմպոտի համար չի գնում, իսկ սուր։ Մի կին գյուղում, որտեղ ես մնում էի, ամեն տարի հավաքում էր, եփում առանց շաքարի, երբեմն ավելացնում մի քանի խնձոր փափկության համար եւ հյուրասիրում ինձ։ Ես խմում էի այդ կոմպոտը առավոտներով եւ նկատեցի, շոգին ավելի հեշտ էի շնչում, գլուխս չէր պտտվում, սիրտս հարվածում էր հավասար, ինչպես վանքի թմբուկը։ Դրանից հետո ես տուն բերեցի չորացրած հատապտուղներ եւ հիմա ինքս խմում եմ, երբեմն ավելացնում եմ այլ թեյերի մեջ, երբեմն որպես առանձին խմիչք։ Ինչպես պատրաստել։ Մի բուռ թարմ կամ չորացրած սև հաղարջի հատապտուղներ մի լիտր ջրի համար, եփել ամենացածր կրակի վրա 15 րոպե, սառեցնել, խմել փոքրիկ կումերով դանդաղ։ Եթե ցանկանում եք, կարող եք ավելացնել մի կտոր տանձ կամ չորացրած խնձոր, բայց առանց շաքարի եւ առանց մուրաբայի։ Թող համը մնա մաքուր, այդ դեպքում էլ ազդեցությունը կլինի ճիշտ։ Եթե ցանկանում եք ամռանը խմել ոչ թե չորացնող, այլ լցնող եւ սառեցնող խմիչք, փորձեք։ Եթե արդեն ծանոթ եք սև հաղարջին, գրեք մեկնաբանություններում գիտեմ թուփը։ Եթե միայն մտադիր եք փորձել, այս տարի կհավաքեմ։ Իսկ եթե ժամանակին փորձել եք ու դուր չի եկել, տվեք երկրորդ հնարավորություն։ Գուցե պարզապես չգիտեիք, թե ինչպես պատրաստել։ Երրորդ խմիչքը սև հաղարջի եւ բալի տերևների թեյ։ Փափուկ, բուրավետ, համեստ, բայց մեծ ազդեցությամբ։ Երբ 60 տարեկան էի, սկսվեցին տարօրինակ ցավեր՝ մեկ ուսերում, մեկ պարանոցում, մեկ ոտքերում, եղանակից։ Բժիշկներն ասացին՝ տարիք է, հոդերում ցուրտ, արյան շրջանառության խանգարում, նշանակեցին քսուկներ, ցավազրկողներ, բայց մի ծեր կին հարևան վանքից ասաց՝ փորձիր տերևների թեյ, ոչ թե թեյի տերևներ, այլ ծառի տերևներ, այն որ հատապտուղ է տալիս, ինքն էլ է բուժում։ Սկզբում չհավատացի, բայց փորձեցի։ Սև հաղարջի եւ բալի տերևներ, չորացրի, եփեցի, խմեցի քնելուց առաջ եւ առավոտյան ավելի հեշտացավ։ Ոչ մոգություն, պարզապես սնուցող թուրմ, որ ցրում է կանգնածությունը, հանգստացնում բորբոքումը, հանգստացնում մարմինը։ Ինչպես հետո իմացա, այս ծառերի տերևները շատերի մոտ կան, հաղարջը այգիներում, բալը գրեթե յուրաքանչյուր այգում, բայց քչերն են իմանում, որ կարելի է չորացնել եւ եփել որպես թեյ։ Եվ գլխավորը չեն գրգռում ստամոքսը, չեն բարձրացնում ճնշումը, չեն խանգարում քնել։ Սա կարևոր է, որովհետև շատ խոտաբույսեր գործում են կտրուկ, իսկ այս թեյը փափուկ է, հանգիստ, չի ստիպում մարմնին աշխատել, այլ օգնում է հանգստանալ։ Ինչպես եմ եփում։ Վերցնում եմ մի պտխունց չորացրած հաղարջի տերևներ եւ մի պտխունց բալի տերևներ։ Լցնում եմ եռմանջուր մոտ 300-400 մլ, թողնում եմ ծածկված 10-15 րոպե։ Խմում եմ տաք, առանց շաքարի։ Կարելի է մի գդալ լորենու մեղր ավելացնել, եթե ալերգիա չկա եւ սրացում չկա։ Եթե ուզում եք ուժեղացնել, համը կարող եք ավելացնել մի քիչ չորացրած մասրենի կամ չորացրած խնձորի կտոր, բայց մի ծանրաբեռնեք,
թող տերևի համը լսվի, հենց դա է տալիս արդյունքը։ Ինչ է անում այս թեյը։ Հանգստացնում է հոդերը, հեռացնում է թույլ այտուցները, բարելավում է միկրոշրջանառությունը, աջակցում է միզապարկին, մեղմորեն ամրացնում է իմունիտետը։ Լավ է խմել զբոսանքից հետո, երբ մարմինը տաքացած է, կամ երեկոյան, ճաշից հետո, օգնում է ավելի լավ քնել, հատկապես եթե անհանգստացնում են ոտքերը կամ ձգում է գոտկատեղը։ Պատմություն կյանքից։ Մի կին 69 տարեկան ապրում էր գյուղում, ինքն էր հավաքում տերևները, չորացնում ցանկապատի տակ, եփում եւ խմում երեկոյան։ Ասում էր, չգիտեմ թե ինչ կա ներսում, բայց երբ խմում եմ, մարմնում ինչ-որ հանգիստ է գալիս։ Եվ 1 տարի հետո ասեց. «Գիտես, ես այլևս չեմ հիշում, թե որտեղ են իմ հոդերի հաբերը, պարզապես պետք չեն եղել»։ Նման պատմություններ շատ են, բայց գլխավորը մի մոռացեք, թեյը աշխատում է, եթե դառնում է սովորություն, ոչ մեկ անգամ, այլ հաճախ, շաբաթը առնվազն 2-3 անգամ, հատկապես եղանակների փոփոխության ժամանակ։ Եթե ունեք այգի կամ գիտեք, թե որտեղ է աճում հաղարջը եւ բալը, մինեդեք տերևները, հավաքեք, չորացրեք, դրեք ապակետարայի մեջ։ Սա դժվար չէ։ Իսկ եթե հնարավորություն չունեք, փորձեք գտնել շուկայում։ Երբեմն հենց բարձ բաներն են ամենաուժեղը։ Եթե արդեն փորձել եք նման թեյ, գրեք մեկնաբանություններում. «Գիտեմ այս համը»։ Եթե առաջին անգամ եք լսում, կփորձեմ։ Իսկ եթե ունեք ձեր ընտանիքան բաղադրատոմսեր տերևներից, կիսվեք։ Մենք կարդում ենք ամեն ինչ եւ սովորում ենք միմյանցից։ Իսկ հաջորդ խմիչքը կլինի հատուկ, ոչ հազվադեպ, ոչ էկզոտիկ, այլ այնպիսին, որ կարող եք պատրաստել արդեն վաղը։ Այն վառ է, համեմունքային եւ գործում է ներսից։ 4-րդ խմիչքը՝ վարսակի եփուկ։ Հենց այնպիսին, որից հետո մաշկը ավելի պայծառ է դառնում, աչքերը ավելի մաքուր, իսկ որովայնը հանգիստ։ Առաջին անգամ ես փորձեցի այն ոչ մի իմաստունի խորհրդով, ոչ էլ բուժողի ցուցումով, այլ պարզապես ներքին զգացողությամբ։ Երբ 40 տարեկան էի, սկսվեց կողմնակի ծանրություն, մաշկի խամրացություն եւ անընդհատ հոգնածություն ուտելուց հետո։ Ես սկսեցի մտածել ոչ թե դեղերի, այլ մաքրման մասին, բայց ոչ այնպիսի, որ խմես ու վազես զուգարան, այլ մեղմ, առանց բռնության ու շտապողականության։ Մի ծեր մայրիկ վանքից այն ժամանակ ասաց. «Դու ինքդ քեզ հացահատիկով ես կերակրում, իսկ երբ հացահատիկը եռացնում ես ջրի մեջ, ստացվում է ոչ թե կերակուր, այլ խմիչք, որը կերակրում է լյարդին»։ Այդպես ես ծանոթացա վարսակի եփուկին, ոչ թե շիլա, ոչ թե փաթիլներ, այլ հենց ամբողջական չմաքրված վարսակը, դանդաղ կրակի վրա եփած։ Ինչպես եմ պատրաստում։ Վերցնում եմ 1 բաժակ ամբողջական չմաքրված վարսակ, հացահատիկով, լավ լվանում եմ սառը ջրով, լցնում եմ 1 լիտր ջուր, դնում եմ ամենացածր կրակի վրա եւ եփում եմ 40 րոպե, թույլ չտալով ուժգին եռալ։ Հետո քամում եմ եւ խմում տաք վիճակում։ Առավոտյան դատարկ ստամոքսին, երեկոյան քնելուց 1 ժամ առաջ։ Համը չեզոք է, մի քիչ քաղցրավուն, եթե չափից շատ չեփես։ Ովքեր ուզում են, կարող են ավելացնել մի կաթիլ կիտրոնի հյութ, մի պտղունց դարչին կամ մի թեյի գտալ լորենու մեղր, եթե սրացում չկա, բայց ամենալավն է խմել մաքուր վիճակում, ինչպես կա։ Ինչ է տալիս։ Մեղմորեն մաքրում է լյարդը, առանց գրգռելու, աջակցում է լեղապարկի աշխատանքին, օգնում է սննդի մարսմանը, հատկապես տարիքով մարդկանց մոտ, հանգստացնում է լորձաթաղանթների բորբոքումները եւ ամենակարևորը օգնում է աղիքներին, փորկապության, փքվածության, ծանրության դեպքում։ Սա ոչ մոգական խմիչք է, այլ հավատարիմ ընկեր։ Հաջորդ օրը ակնհայտ փոփոխություն չի լինում, բայց եթե խմել 2-3 անգամ շաբաթը 1 ամիս շարունակ, կնկատեք, որ գղանքը հեշտացել է, մաշկը մաքրվել է, ուտելիքն այլևս չի կանգնում որովայնում, առավոտյան ավելի հեշտ է քարտնանում։ Պատմություն մի կնոջից։ Ապրում էր մեր մոտակայքում գտնվող գյուղում, 76 տարեկան, ամբողջ կյանքում ուսուցուհի էր աշխատել։ Թոշակի անցնելուց հետո բողոքում էր թուլությունից, մարսողության խնդիրներից եւ առավոտյան բերանում դառնությունից։ Հաբերը քիչ էին օգնում։ Լավ բժիշկներից մեկը, ոչ պաշտոնական, այլ իսկապես հոգատար, խորհուրդ տվեց վարսակի եփուկ, ոչ շիլա, այլ հենց եփուկ։ Նա սկսեց խմել օրական 2 անգամ, կես բաժակ։ 1 շաբաթ հետո սկսեց ավելի վաղ արթնանալ, 1 ամիս հետո անհետացավ բերանի դառնությունը, 2 ամիս հետո վերադարձավ մարմնի թեթևությունը։ Երբ հարցրի ինչ է փոխվել, ասաց. «Ես կարծես դադարեցի հոգնած լինել»։ Հենց այդպես է աշխատում վարսակը, ոչ որպես տեղ, այլ որպես հանգիստ ընկեր, որը դանդաղ կարգի է բերում մարմինը, առանց խանգարելու նրա կյանքին։ Եթե ուզում եք փորձել, սկսեք փոքրից։ Եփեք 1 լիտր, խմեք կեսը առավոտյան, կեսը երեկոյան։ Տեսեք ինչպես է մարմինը արձագանքում, եթե թեթևանա, շարունակեք։ Եթե արդեն փորձել եք, գրեք մեկնաբանություններում. «Խմել եմ վարսակ»։ Եթե ուզում եք սկսել, գրեք «վարսակը կրակի վրա»։ Իսկ եթե գիտեք ձեր ձևը եփելու, կիսվեք։ Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր նրբությունները։
Իսկ առջևում է այն խմիչքը, որի մասին խոստացել էի սկզբից. իմ գլխավոր թեյը, իմ պաշտպանը, իմ փոքրիկ վահանը հիվանդությունների դեմ։ 5-րդը. գլխավոր գաղտնիքը՝ սխտորի կեղևի թեյ։ Այո, հենց կեղևից։ Ոչ թե սխտորի մեխակներից, ոչ թե յուղից, այլ այդ բարակ, բաց ոսկեգույն թաղանթից, որ բոլորը սովոր են նետել աղբարկը։ Երբ ես երիտասարդ էի, պապս գյուղի լուռ բուժիչը միշտ չորացնում էր սխտորի կեղևները փոքրիկ պարկերի մեջ։ Ես մտածում էի հավերի համար է, կրակի համար, թե ինչ-որ բանի։ Բայց երբ 20 տարեկան էի և լեռներ եկավ ծանր մրսացություն, ոտքերս դողում էին, գլուխս պտտվում էր, նա լցրեց ինձ մի բաժակ և առաջին անգամ ճաշակեցի այդ համը։ Թեթև դառնություն, հողի համ, պաշտպանության համ։ Հետո հասկացա ինչու էր անում։ Որովհետև սխտորի կեղևը սա անոթների համար պատյան է։ Պաշտպանում է, մաքրում է, վերականգնում է։ Ինչ է անում։ Իջեցնում է խոլեստերինի մակարդակը, ամրացնում է անոթների պատերը, դարձնում ավելի արաձեգական։ Գործում է որպես մեղմ հակավիրուսային միջոց, հատկապես եղանակների անցումային ժամանակահատվածներում։ Շատ կարևոր է տարիքով մարդկանց համար, երբ արյունը խտանում է, ճնշումը ցատկում է, սիրտը վախենում է ամենափոքր սթրեսից։ Ինչպես եմ եփում։ Վերցնում եմ 1 թեյի գդալ սխտորի կեղև, անպայման լվացված և չորացրած։ Լցնում եմ 1 բաժակ եռման ջուր։ Ծածկում եմ կափարիչով, թողնում եմ 15 րոպե։ Քամում եմ և խմում։ Առավոտյան դատարկ ստամոքսին կամ երեկոյան, քնելուց առաջ։ Բայց եթե ստամոքսը թույլ է, խմեք ուտելուց հետո 1 ժամ անց։ Օրական 1 անգամ բավական է։ Այս խմիչքը լիտրերով չեն խմում։ Սա ոչ կոմպոտ է, ոչ սովորական թեյ։ Սա բուժիչ թեյ է, բայց առանց դեղատանի։ Պատմություն։ Իմ ծանոթներից մեկը 74 տարեկան։ Բողոքում էր բարձր ճնշումից և գլխի անընդհատ աղմուկից։ Ամեն ինչ աղմկոտ ու հոգնեցնող էր թվում։ Խմում էր հավեր, բայց վախենում էր դրանցից կախվել։ Ես խորհուրդ տվեցի փորձել այս թեյը։ 1 շաբաթ հետո ասաց. ես չեմ թեթևացել, ես հանգիստ եմ եղել, կարծես գլխի աղմուկն անջատել են։ Իսկ 1 ամիս հետո բժիշկը նվազեցրեց նրա հավերից մեկի չափաբաժինը։ Եվ կարևոր է, այս թեյն անվտանգ է, եթե խմում ես չափավոր, բայց մի եփեք գիշերը լիտրանոց բաժակներով։ Ամեն ինչ պետք է չափի մեջ լինի։ Սխտորի կեղևի թեյը ոչ նորաձևություն է, ոչ թրենդ։ Սա հին գիտելիք է, որ փոխանցվել է լռությամբ, դիտարկումներով, փորձով։ Այն բուռն էներգիա չի տալիս, բայց պաշտպանում է ինչպես անձրևի ժամանակ անձրևանոցը։ Եթե մինչև այստեղ եք լսել, նշանակում է ձեզ իսկապես կարևոր է առողջությունը։ Եթե ուզում եք փորձել այս թեյը, գրեք մեկնաբանություններում պաշտպան կամ վահան։ Եթե արդեն փորձել եք, կիսվեք ձեր փորձով։ Եվ եթե հավատում եք, որ նույնիսկ կեղևի մեջ կարող է ուժ լինել, պարզապես դրեք մի սիրտ։ Խմեք խելամտորեն, եղեք առողջ և թող ձեր տարիները լինեն ոչ թե ծանրություն, այլ հանգիստ ուշադրություն կյանքի հանդեպ։